Քաղաքային լավ երգը վերհիշելն այսօր ավելի քան երբևէ հրատապ խնդիր է։ Բանն այն է, որ օտարահունչ մեղեդիներով ու կասկածելի բառերով հորինվող երգերը դեռևս շարունակում են ավերել բազմաթիվ երիտասարդների ճաշակը եւ հաճախ ընկալվում ու գնահատվում են իբրև արվեստի գոհարներ։ Այդ կեղծ գոհարները լսում ենք տաքսիներում, որոշ հանդիսավայրերում, հարսանյաց հանդեսներում եւ այլուր։ Սիրելի հայրենակիցներ, դա լավ չէ, կամ լավը դա չէ։ Լավ ընդամենը լավն է, ընդ որում դա ապացուցելու համար հավելյալ փաստարկումների կարիք չկա։ Երբեմն պետք է համառելու փոխարեն պարզապես լսել ինչ են ձեզ ասում, սիրելի երիտասարդներ, սիրելի վարորդներ, սիրելի հայ մարդիկ։ Իհարկե, բոլորս էլ ազատ ենք մեր երաժշտական նախասիրություններում, բայց ախր խոսքը ոչ թե նախասիրության, այլ ճաշակի մասին է։ Հավատացեք, ճաշակն ի տարբերություն մեր նախասիրությունների ոչ թե փոփոխական, այլ հաստատուն երևույթ է, որը կարելի է եւ պետք է դաստիարակել։ Այո, ոչ ոք դեմ չէ մարդկանց ստեղծագործական մղումներին, ոչ ոք իրավունք չունի ուղղորդելու մարդկանց մշակութային ընտրությունը, բայց ոչ ոք իրավունք չունի նաև աղավաղելու այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդի մշակութային անվտանգության համար։ Մենք վստահ ենք, որ ամեն ինչ կշտկվի, ամեն բան կկարգավորվի, մենք էլ այլևս առիթ չենք ունենալու խոսել այս դառը թեմայի շուրջ։ Քամիներ են, կանցնեն, կգնան եւ դարձյալ կմնա լավն ու գեղեցիկը, բնականն ու անկեղծը, այսինքն այն ամենը, ինչը բնորոշ է մեզ հայերիս։ Այսօր լսելու ենք քաղաքային միջավայրում ստեղծված երգեր, որոնք ծնվել են տասնամյակներ առաջ եւ սիրով կատարվել են ու լսվել ամենատարբեր առիթներով։ Անշուշտ այդ բոլոր երգերը ունեն հեղինակներ, բայց ցավոք ոչ բոլոր երգերի հեղինակների մասին ունենք տեղեկություններ։ Հենց այս պատճառով է նաեւ, որ այդ երգերը անվանում են նաեւ քաղաքային ֆոլկլոր, այսինքն քաղաքային երգային բանահյուսություն։ Սա հարկ չկա ընդունելու որպես գիտական ճշգրիտ եզր, այլ իբր պայմանավորված անվանում։ Դրանք սիրված եւ ընդունված երգեր են, որոնք դարձյալ հիշեցնենք, որ իհարկե ունեն հեղինակներ։ Այսօր մի երգերքոց է, որտեղ քաղաքն է երգում։ Ինչպես օրինակ Քրիստ Մանարյանի այս երգում Իմ Երևան։ Երգում է Անի Քրիստի։ Այս գարնան շնչո, ամենուր հնչո, ձոնես մեր հոգու ուղված վաղվան, սև արտնացիր կնից, քո ամեն տնից, թող լույս շարակի իմ Երևան։ Ամեն բացվող առավոտ, քեզ երգեմ կրկին, ամեն իջնող երեկոն, նորից նոր վառվելու սերը, և փարվեն քո տառապած ու կարոտ կրկին, քեզ նվիրելով ողջ իմ սերը։ Ամեն բացվող առավոտ, քեզ երգեմ կրկին, ամեն իջնող երեկոն, նորից նոր վառվելու սերը, և փարվեն քո տառապած ու կարոտ կրկին, քեզ նվիրելով ողջ մեր սերը։ Վարդագույն երազ, միշտ ինձ երևաց, ուրեր որ գնամ մնա ինձ հետ, սերորորորորորո ինձ ճգնաղ քաղաք, հարազատ միակ, թող կոչեն վշտերը քո անհետ, ամեն բացվող առավոտ, քեզ երգեմ կրկին, ամեն իջնող
Հոկեբան Իրինա Ծատուրյան։ Ես շատ ուրախ եմ, որ բացի նրանից, որ մենք ունենք մեր տրադիցիայում Երևանի մասին բավականի երգեր, հիմական նաև ժամանակակից երգեր, եւ շատ հաճելի է դա լսել։ Դրա հետ մեկտեղ գիտեք ինչ է ուզում ասել, որ Երևանը այնքան հետարքիր մի երևույթ է, նա նույնիսկ քաղաք չի։ Նա գիտեք հորդարատ գետի նման լիքը մարդ է ընդունում եւ ամեն մի այդ մարդը, ով գալիս է Երևան, որպեսզի լրիվ հասկանա Երևանի ուռնուտությունը, նա պետք է աշխատի, դառնա երևանցի, որովհետև այնքան քիչ մարդ կա, որոնք եկել են, ապրում են Երևանում, բայց երևանցի չեն դառնում, երբ որ դառնում են երևանցի, արդեն իրենք ինձ թվում է ինչ որ աստիճան բարձրանում են իրենց զարգացման մեջ։ Սերն ու քաղաքը անբաժան են միմյանցից։ Այս երգը օրինակ համոզված եմ շատ-շատերն են հիշում։ Այն կոչվում է «Աննման է իմ յարը», որտեղ որ երգվել է, այնտեղ հաստատ բոլորին ու յուրաքանչյուրին թվացել է, թե իր մասին է, թե իր յարն է այն միակն ու աննմանը։ Այսպիսին էր քաղաքային մարդը, օրվա վազքով տարված, հոգսերով ծանրաբեռ, բայց նաև շատ զգայուն ու հուզումնառատ։ «Աննման է իմ յարը», հեղինակ Վլադիմիր Ոսկանյան, երգում է Արման Խաչատրյանը։ Այս աշխարհում սրտով սիրած աննման է իմ յարը բարև տվի բարև չարա խռովել նա ուր գնաց բարև տվի բարև չարա խռովել նա ուր գնաց
լեզուս տալվի մեղավոր չեմ ինչ ասեմ թե ասեմ լեզուս տալվի մեղավոր չեմ ինչ ասեմ մեղավոր չեմ ինչ ասեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյան։ Նորություն ասած չեմ լինի, որ երկերկոցը մեր ժողովրդի սիրված, եթե ոչ ամենասիրած հաղորդաշարն է, եւ նվագախումբը, եւ Խորեն Լևոնյանը, հային ոչ հատուկ իր բոյբուսաթով, եւ պիտի ասեմ այսօրվա թեման բրավո, որ դուք ընտրել եք, եւ լավ ասեցիք, ճակերտների մեջ գանձեր ենք լսում, նույնիսկ հեռուստաէկրանից, ռադիոից, մեր ականջն է լցվում մի ահավոր աղմուկ, պարսկա, թուրքա, մոնղոլա, թաթարա երգ հայկական բառերով, եւ ամփորձ ականջը կարծում է, թե հայկական երգը դա է։ Մինչդեռ Պյութագորասն ասում էր, որ ծնված օրից երեխային ականջը պիտի լցնես քո ազգի երգով, քո էթնիկ երգով, քո ազգագրական երգով, ժողովրդական երգով, քո գուսանական երգով, որպեսզի այլևս աղմուկին տեղ չմնա։ Այս իմաստով թույլ տվեք արժևորել, գնահատել, խրախուսել եւ հայտնել իմ խոր գոհունակությունը այս թեման ընդգրկելու համար։ Շնորհակալություն։ Նորայր Ժամհարյանին մենք մի ամբողջ հաղորդում ենք նվիրել, ինչի հիշում ենք սիրով։ Դուդուկահար երաժիշտը այնքան լեցուն է զգացմունքներով, որ չի դիմադրել ներքին մղոններին ու ստեղծել է նաև մի շարք գեղեցիկ երգեր։ Նորայր Ժամհարյանի շատ երգեր մարդիկ ընկալում են որպես հենց ընդհանուր, քաղաքային, ճանաչված ու սիրված երգեր։ Լսենք նրա «Սիրտս» երգը վարպետներ անսամբլի մեներկչուհի Անահիտ Սահակյանի կատարմամբ։ Սերչս գալով տակացա Չարի ձերքով մեծ հարվածի տիրացա Երբ մեծացա Չորեր բարձրացա երբ մեծացա սիրո կրակ ցանկացա սեր փնտրելով սարու չորեր բարձրացա
Սայաթնովի նման խաղեր չգիտեմ Գուսանի պես սազ նվագել չգիտեմ Իսկ ինչ գիտեմ արդյոք ոչինչ չգիտեմ գուսանի պես սազ նվագել չգիտեմ իսկ ինչ գիտեմ ավաղ ոչինչ չգիտեմ Կոմունիստ, հասարակական քաղաքական գործիչ Գեղամ Գալստյան։ Մենք մոռացել ենք մեր ազգային շատ արժեքներ, այդ թվում նաև ազգային երկերը։ Ինչ եմ ես ձեզ խնդրում։ Գուցե կան ժամանակների հետ կան նոր սերունդ, որոնք նորովի կտեսնեն աշխարհը, նորովի կընկալեն աշխարհում տեղ ունեցող աշխարհական անցքերը, նորովի կտեսնեն, նորովի կուսումնասիրեն այն երկերը, որոնք որ եղել են նրանց անցած սերունդերի կողմից մշակված, բայց բոլոր պարագաներում իմ մտածելակերպով յուրաքանչյուր մարդ մանավանդ մեր նոր սերունդը, որ պետք է կանգնի հերթափոխի, էստաֆետ ընդունելուց, պիտի հիշի մեծ Չարենցի թևավոր խոսքերը. ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան։ Երբ խոսում ենք քաղաքային երգի մասին, բնավել չպետք է մտածենք, թե այստեղ միայն սովետական քաղաքն է, իր գործարաններով, տրամվայով, սրճարաններով եւ այլն։ Այնտեղ շատ բան կգտնեք եւ տարվա գեղեցիկ եղանակներ եւ հավերժական այլ թեմաներ։ Այս երգերի քաղաքային բնույթը որոշվում է ոչ թե թեմայով, այլ ապրումների կերպով։ Ահա մի այդպիսի երգ, որի հեղինակի անունը մեզ հայտնի չէ։ Քաղաքային երգ Գարնան Նուրբ Անուշահոտ երգում է Գևորգ Մարտիրոսյանը։
անուշոտ ծաղիկների մեջ նստած սիրո արցունքների հետ ամբողջ հոգով քեզ տարված կանանուր անուշահոտ ծաղիկների մեջ նստած սիրո արցունքների հետ ամբողջ հոգով քեզ տարված կյանքի սիրահարած մեզ կարոտում եմ երջանքես իս մոտարի մագին կանաբազմաց վարդի պես կյանքի սիրահարած մեզ կարոտում եմ երջանքես իս մոտարի մագին կանաբազմաց վարդի պես քո սիրուց տխուր մոլոր քո տեսքով ես հարբած սիրո արցունքների հետ ամբողջ հոգով քեզ տարված քո սիրուց տխուր մոլոր քո տեսքով ես հարբած սիրո քնքշանքների հետ ամբողջ հոգով կենթացած հերիք տանջես ինձ այսպես քո գեղեցիկ աչքերով թող որ քեզանով ապրեմ կյանքս լցրա քո սիրով հերիք տանջես ինձ այսպես քո գեղեցիկ աչքերով թող որ քեզանով ապրեմ կյանքս լցրա քո սիրով կյանքի սիրահարած մեզ կարոտում եմ երջանքես իս մոտարի մագին կանաբազմաց վարդի պես հերիք տանջես ինձ այսպես քո գեղեցիկ աչքերով թող որ քեզանով ապրեմ կյանքս լցրա քո սիրով թող որ քեզանով ապրեմ կյանքս լցրա քո Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լիլիթ Հակոբյան։ Ամեն առավոտ աշխատանքի գնալուց երթուղային տաքսիների մեջ բավականին բարձր լսում եմ այդպիսի երաժշտություն եւ ինձ թվում է որ այստեղ նաեւ Թվում է որ հարևան պետության երթուղայինի մեջ եք։ Այո։ Եվ ինձ թվում է որ այստեղ իհարկե ես համոզված եմ որ նաեւ մեր մեղքի մեր բաժինը մենք ունենք շատ կուզեի, որ իսկապես իմ գեղեցիկ, իմ հրաշալի քաղաքում միայն հայկական ազգային բարձր ճաշակով եւ բարձր մշակույթով, բարձր կուլտուրայով երգեր հնչեն։ ների իր համակարգով։
Դա քաղաքային նոր մշակույթն էր, որը պետք է արտահայտվեր նաև իր երգերով։ Իհարկե, այսպես կոչված քաղաքային երգը չէր կարող ձևավորվել դատարկ տեղում։ Այն ներառեց ժողովրդական երգային ավանդույթի կենսունակ տարրերը, դրանց հավելելով քաղաքաբնակ մարդու ապրումները, երազներն ու պատկերացումները։ Այստեղ կար նոր գեղագիտություն, զգացմունքների արտահայտման նոր ճաշակ, նոր մշակույթ։ Եթե ժողովրդական երգային մտածողությանը բնորոշ էր ավանդական բառ ու բանը, ապա այստեղ մուտք գործեցին նաև քաղաքային լեզվի, խոսակցական լեզվի նոր ձևեր, ավելի մտերմիկ ու հասկանալի դառնալով հատկապես քաղաքային կենցաղով ապրող մարդկանց համար։ Արտաքուստ կարող է թվալ, թե քաղաքային երգը ծնվեց որպես ժողովրդականի աղավաղում, նահանջ ավանդական աշխարհընկալումից, երբ երաժշտական ու տեքստային այսպես կոչված ճիշտ ձևերին փոխարինելու է գալիս փոքր-ինչ արհեստական, այդ իմաստով իբր նաև անբնական խոսքն ու երաժշտությունը։ Սակայն ուշադիր զննելով թեման, տեսնում ենք, որ սա իրոք ինքնուրույն մշակութային երևույթ է։ Քաղաքային երգի մասին խոսել առանց դրա համաժողովրդական բնույթի անհնար է։ Օրինակ, եթե բարդային կամ հեղինակային երգն այնուամենայնիվ հասցեագրված էր հանրության ավելի ուսյալ ու մտավոր բարձր պատրաստվածություն ունեցող ունկնդրին, ապա քաղաքային երգն այդպիսին լինելու համար պետք է լայն ժողովրդականություն վայելեր։ Եթե համազգային տոների ժամանակ հնչում էին ժողովրդական եւ աշուղական երգեր եւ ընդունելի ու սիրելի էին բոլորի համար, ապա քաղաքային երգը խմորվում էր բուն քաղաքային միջավայրում, արտահայտվում էր նրա ոգին, ու կամա թե ակամա նրա լսարանը դառնում էր ինքը քաղաքը։ Աստիճանաբար քաղաքային երգը սկսեց պոկվել ժողովրդականին բնորոշ պարտադիր կառուցվածքային ու երաժշտական պահանջներից ու գտնել իր յուրահատուկ լեզուն, ոճն ու մեղեդին։ Բայց չմոռանանք, որ հայ իրականության մեջ քաղաքի բնակչությունը ձևավորվում էր հիմնականում գյուղաբնակ մարդկանց վերաբնակեցման հետևանքով, իսկ դա նշանակում էր, որ անխուսափելի էին քաղաքային երգի մեջ ժողովրդական խաղիկների ու երգերի հետքերը։ Բայց սա ոչ թե գյուղի եւ քաղաքի մշակութային ապահարզանն էր, այլ քաղաքի ինքնուրույն մշակութային լեզվի որոնման դրսևորումը, որի ամենացայտուն արդյունքը եղավ հենց քաղաքային երգը։ Քաղաքը միայն Երևանը չէր, ավելին, լենինականցին օրինակ ասում էր դեռ հարց է որն է քաղաքը։ Ճիշտ ասած այդպես հայտարարելիս մեր սիրելի գյումրեցիները ունեին շատ ծանրակշիռ հիմքեր։ Ես Սարեն Գուգայի երգում է հայ երգի մեծ վարպետ, վաստակավոր արտիստ Ալիկ Գյունաշյանը։
Վստահ չեմ, թե այսօրվա երիտասարդներից բոլորն են լսել այս երգը, բայց միջին եւ ավագ սերնդից, եթե մեկը ասի, որ չի լսել այն, ուրեմն կամ ստում է, կամ Հայաստանում չի ապրել։ Անկեղծ ասած, ինձ միշտ հետաքրքրել է, թե տեսնես ի վերջո ով է եղել այս երգի հերոսուհին, այդ Նունեն։ Ավո Ադամյան, Նունե։ Ես մի սիրու յարուն էի, որի անունն է Նունե, իմ Նունեին փախսին տարա, ես մնացի առասուն է, իմ Նունեին փախսին տարա, ես մնացի առասուն է, Նունե, Նունե արիցի սիրե, Շատ-շատերի, բայց սիրել եմ իմ Նունեի, առասունը ես կյանք չունեմ, առասունը ես երևում եմ, առասունը ես կյանք չունեմ, առասունը ես երևում եմ, Նունե արիցի սիրե, Նունե արիցի սիրե. Նունե արի ինձի սիրե, Նունե արի ինձի սիրե, Նունե արի ինձի սիրե, Նունե արի ինձի սիրե. Ավո Ադամյան։
Լսենք թե ինչ կասեն մեր հոգեբանները։ Իրինա Ծատուրյան։ Իսկապես հրաշալի երեկոյին ինձ բախտվիճակվեց մասնակցելու ու ելի ուզում եմ վերադառնալ մեր քաղաքների հիմա արդեն մասին խոսելու, որովհետև գիտեք ազգը սովորաբար այսպիսի մի բան կա, որ քաղաքակրթությունը դա այն բանն է, որոշվում է երեխաների եւ ծնողների նկատմամբ եղած վերաբերմունքով։ Այսօրվա մեր հաղորդմանը ես կուզենայի դրան ավելացնել, որ նաեւ քաղաքակրթությունը այն բանն է, որ բացի երկու վերոհիշյալ բաներից որոշվում է իր սեփական քաղաքի նկատմամբ եղած վերաբերմունքով։ Վերաբերմունքը կարա լինի շինծու եւ կարա լինի իսկական։ Այն ինչ որ մենք ենք տեսել մեր երիտասարդության մեջ նա իսկապես իսկական էր։ Գիտեք ինչքան էր իսկական։ Այ ոնց որ այսօրվա օրկեստրը իսկական է, սարքած չի, այսօրվա հաղորդավարը իսկական է, սարքած չի, ամեն մի երգը իսկական ֆանագրամայով չի, էլ չեմ ասում հաղորդման ռեժիսորները եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ օպերատորներով իրանք բոլորը իսկական են։ Այ եթե մենք կարողանանք այդ սուտը ճշտից, իսկականը ոչ իսկականից, իրականը ոչ իրականից զանազանել եւ անընդհատ մեզ առաջ տանելով հանդերձ մնալ իսկական, ոչ թե ձևավորված, այսինքն կա այսպիսի մի հատ արտահայտություն, որ լինել ոչ թե ցույց տալ մեզ, հա, դա ես իհարկե ռուսերենից թարգմանեցի, այ եթե մենք դա կարողանանք, մենք կլինենք շշվելու անկախ նրանից։ Երևանում ենք ապրում, Գյումրիում ենք ապրում, թե Վանաձոր Կիրովականում։ Հասմիկ Մանասերյանի գրեթե բոլոր հայտնի երգերը հնչել են մեր եթերում եւ իհարկե դեռ կհնչեն։ Զարմանալի հետևողականությամբ այդ երգերի մեծ մասին միավորում են ծաղիկները, որոնք նրա երգերի խորհրդանիշն են ասես։ Հեղինակ Հասմիկ Մանասերյան, քո նվիրած վարդերը, երգում է Գայանե Սերոբյանը։ Վարդերից հետո ես քեզ ինչպես մոռանամ, այս վարդերից հետո ես գուցե մի օր խենթանամ, այս վարդերից հետո ես քեզ ինչպես մոռանամ, այս վարդերից հետո գուցե մի օր խենթանամ, այս վարդերը սիրելիս ինձ նորից կյանք են տալիս, այս վարդերը սիրելիս հաճախ ինձ հյուր են գալիս, այս վարդերը սիրելիս ինձ նորից կյանք են տալիս, այս վարդերը սիրելիս հաճախ ինձ հյուր են գալիս, ժպտում է, լուր ժպտում, շշնջում են ականջիս, քո նվիրած վարդերը նորից հանգիստ չեն տալիս, ու հաճախ ինձ թվում դու հեռու ես այնքան ու ինձ համար միշտ անհաս, այս վարդերը սիրելիս ինձ նորից կյանք են տալիս, այս վարդերը սիրելիս հաճախ ինձ հյուր են գալիս, այս վարդերը սիրելիս ինձ նորից կյանք են տալիս, այս վարդերը սիրելիս հաճախ ինձ հյուր են
գալիս Շնորհակալ եմ Այս վարդերը սիրելիս ինձ նորից կյանք են տալիս Այս վարդերը սիրելիս հաճախ ինձ հյուր են գալիս Այս վարդերը սիրելիս ինձ նորից կյանք են տալիս Այս վարդերը սիրելիս Հաճախ ինձ հյուր են գալիս Այս վարդերը սիրելիս Հաճախ ինձ հյուր են գալիս Սուսաննա Դավթյան Ինքան շնորհակալ եմ, որ ձեր միջոցով վերադարձա 60-70-ական թվականները, երբ որ ուսանող էի, եւ որ այդ ժամանակ երգում էինք այսպիսի երգեր եւ նամանավանդ Հասմիկի երգերը։ Հասմիկը 67, 68, 69 թվին այդ ժամանակ երբ որ սկսեց ստեղծագործել, ինքը ինքնուս երգահան էր, ինքը բանասեր էր, բայց երգեր էր գրում, սիրահարված էր եւ այդ ծաղիկների թեման օրս քեզ հետ անցավ ու ինձ թվաց մի պահ ծաղիկներ, անթարամ ծաղիկներ կամ այն գիշեր ինձ խոսկացար ծաղիկները աշխարհի վերջը ինչ երգում է ծաղիկներ տանը ինչ նկարում է ծաղիկները իր կյանքի այսպես ասած սերն է դրսևորման եղանակը միջոցը եւ ես ուրախ եմ որ ձեր միջոցով վերադարձա այդ տարիները հաճույքով լսեցի երգերը բովանդակալից երգեր էին նաև երգերից մեկի մեջ ասում էր ես գիտեմ որ ոչինչ չգիտեմ պիտի նաև բառերը բովանդակալից լինեն ոնց որ Օմար Խայամին ինձ հիշեցներ որ ասում էր բյուր ու բազում արեղծվածներ հստակ ու ջինջ ես գիտեմ գոյությունը նույնիսկ անգոն ավել կամ քիչ ես գիտեմ ու ես հիմա որ հասել եմ իմաստության բարձունքին հասկացել եմ այդուհանդերձ որ դեռ ոչինչ չգիտեմ Էդգար Խաչատրյանին ես քիչ եմ մտամոլոր տեսել միշտ արթուն, ժպտերես, զվարթ տրամադրությամբ բայց արտիստները միշտ այդպես են այն ինչ չեն ասում կյանքում խոստովանում ենք բեմում այժմ տեսնենք թե Էդգարն այնուամենայնիվ ինչու է որոշել այսօր երգել հենց այս երգը մտամոլոր Կգաս դու նորից թե արդեն ինձ մոռացար սրտումս սերվարեցի թող իր մենակ հեռացար ձեր փողոցով ես անցա Արցունքիցով դարձան, թողի հեռացան, թողի հեռացան Մտամոլոր
չէիր սիրում Ինչու այդպես ժպտացիր Ասա ինչու իմ սրտում Սիրո քնակ վառեցիր Մատաղոց Ձեր փողոցով ես անցամ Ձեր դուրը փակ տեսամ Արցունքիցով դարձամ Թողի հեռացամ Թողի հեռացամ Մատաղոց Ձեր փողոցով ես անցամ Ձեր դուրը փակ տեսամ Արցունքիցով դարձամ Թողի հեռացամ Թողի հեռացամ Ձեր փողոցով ես անցամ Ձեր դուրը փակ տեսամ Արցունքիցով դարձամ Թողի հեռացամ Թողի հեռացամ Մատաղոց Ձեր փողոցով ես անցամ Ձեր դուրը փակ տեսամ Արցունքիցով դարձամ Թողի հեռացամ Թողի հեռացամ Թողի հեռացամ Թողի Գեղամ Գալստյան Անցած այս բոլոր ժամանակների ընթացքում գուցե 100-ից ավելի երգեր է գրվել միայն Երևանի մասին։ Մեր Երևանի մասին, մեր քաղաքի մասին, որտեղ մենք ծնվել, մեծացել, հասակ ենք առել, մեր արժանի ավանդն ենք դրել այդ քաղաքի համար։ Մենք պիտի սիրենք այդ քաղաքը։ Այդ քաղաքը այն քաղաքն է սիրելիս, որը 29 տարի մեծ է Հռոմից։ Պիտի հարգենք այդ քաղաքը։ Հարգենք նաև այն իմաստով, որ այդ քաղաքում քաղաքի փողոցներով քայլել է Ավետիք Իսահակյանը, Դերնիկ Դեմիրճյանը, քայլել են Վաղարշյանը, Վահրամ Փափազյանը, Դավիթ Մալյանը, Խորեն Աբրամյանը, այդ փողոցներով քայլել են նաև մեր մշակույթի խոշոր հանճարները, մեր գիտության հանճարները, կգան սերունդներ, որոնք նորովի պիտի տեսնեն աշխարհը, նորովի պիտի երգեն մեր քաղաքի մասին, ես չեմ կասկածում, դա մեր իդեալն է, մեր ապագան է, եւ մենք պարտավոր ենք սիրել ու հարգել մեր քաղաքը։ Արդյունաբերական քաղաքը, իսկ հայկական քաղաքը սովետական տարիներին հենց այդպիսին էր, պահանջում էր տեղեկատվության նոր միջավայր, շփման բոլորովին նոր հարթակներ, գյուղամեջի փոխարեն հրապարակը, օդաների փոխարեն ակումբն ու սրճարանը, առասպելախառն զրույցների փոխարեն թերթը, ռադիոն, ապա հեռուստատեսությունը, այժմ նաև համացանցը։ Եվ շատ հաճախ քաղաքային երգերում տեսնում ենք ավանդականին հակադրվող մարդու կերպարը, որի սերենադային հանդգնությունը ավանդական սովորություններից ձերբազատվելու ճիգերի արդյունք է նաև։ Այս երգերը հորինում էին մարդիկ, որոնց հույզերը սկիզբ էին առնում զանազան գրքերից ու մամուլից։
Ազատականությունն ու պայմանականությունների հաղթահարումն արտահայտվում էր մանավանդ քաղաքային սիրերգության մեջ, որտեղ հերոսն անհամեմատ ազատ էր իր ապրումներում։ Այդ երգերն ավելի մոտ էին թվում կյանքին, որովհետև չկային կաշկանդող իմաստային կաղապարներն ու մեղեդային պարտադիր կառուցվածքները։ Քաղաքային երգին բնորոշ է դառնում մի երևույթ, որի մասին անգամ անիմաստ է խոսել բնաշխարհիկ ժողովրդական երգի պարագայում։ Դա մասնագիտացումն էր։ Էստրադայում հանդես եկող երգիչը կարիք ուներ հանդիսականի, եւ որքան հնարավոր է մեծաթիվ հանդիսականի, որովհետև քաղաքային միջավայրում տեղի էր ունենում նաև մշակույթի առևտրայնացում։ Երգն ու երգեցողությունը վերածվում էին ապրանքի, նյութական բարեկեցության հասնելու միջոցի, մանավանդ խնջույքների սրահներում կամ հարսանյաց հանդեսներում։ Երգիչն ամեն ինչ անում էր պահպանելու իր տեղը մրցակցային դաշտում, որպեսզի առավելագույն թվով պատվիրատուներ ունենա եւ ամրապնդի իր համբավը։ Այդ երևույթն իհարկե այսօր էլ կա, շատ ավելի արդյունավետ եւ կատարելագործված եղանակներով, որի բարձրակետը գովազդային գործունեությունն է իր տարատեսակ ձևերով եւ միջոցներով։ Ցավոք այս իրավիճակում առաջ է գալիս առաջարկ պահանջարկի խնդիրը, երբ դյուրամարս երգն ու երաժշտությունը սկսում են ունենալ ավելի մեծ պահանջարկ եւ արագ փողեր վաստակելու մարմաճով ապրող շատ երաժիշտներ ու երգահաններ ոչ թե մտածում են պահանջարկ ձևավորելու, այլ իրենց արվեստն այդ պահանջարկին ծառայեցնելու մասին։ Ահա այստեղ էլ հենց գլուխ է բարձրացնում բոլորիս մտահոգող ենթամշակույթը, ռաբիստ արվեստը, որը ոչ միայն երգ էր ու կատարում, այլև ավաղ մի ամբողջ կենցաղավարություն, գեղագիտություն, որը Դամոկլյան սրի պես կանգնած է իսկական քաղաքային երգային մշակույթի գլխին։ Հաղթահարել ու չեզոքացնել այդ վտանգն ու շարունակել հին ու բարի այն ավանդույթները, որոնք մտքի, սրտի ու երևակայության արդյունք էին եւ ոչ սովորական շահադիտության։ Սա է օրվա հրամայականը։ Մենք վստահ ենք, որ ի վերջո ամեն ինչ լավ կլինի։ Այս երգը շատերն են երգում զանազան հավաքատեղիներում, զանազան առիթներով, բայց ինչ էլ անեն, ինչպես էլ երգեն, դժվար թե լինեն այնքան բնական ու անմիջական, որքան Բաղդասար Հարությունյանն է։ Մեխակներս։ Մեխակներս ում նվիր
Հարամել է առանց քեզ Խոսք Արամայի Սահակյանի, երաժշտությունը Սուսաննա Կարապետյանի, իսկական երևանյան երգ։ Եկ այս գիշեր արթուն մնանք։ Երգում են Անի Քրիստին և Գևորգ Մարտիրոսյանը։ Կահավերջքուն այս աշխարհում
Քաղաքային երգը այսօր կոչված է բավարարելու ունկնդրի սպասումները, լինելով իրականության յուրատեսակ արտացոլումը եւ ակնկալելով այդ ամենից նյութական հատուցում։ Այնեապես տարբերվում է ժողովրդական երգից, որովհետև ծիսական չէ, չի ստեղծվել աշխատանքի թեժ պահին, բնության կամ այլ որևէ բնական միջավայրում, այլ քաղաքային կյանքի հորձանուտում։ Եթե գյուղական միջավայրում ազգային ավանդական երգը աղավաղողին անմիջապես կսաստեր հանրույթը, որը սրբորեն պահում էր ավանդական կարգն ու կանոնը, ապա քաղաքային միջավայրում երգաստեղծն ու կատարողը ազատ էին եւ այսօր էլ ազատ են, ինչն ունի եւ իր լույսը եւ ստվերը։ Ամբողջ խնդիրը որակն է։ Ինչ մղումով է ծնվել այն, փողի թե մարդկանց իր անկեղծ ապրումները պատմելու։ Հավատացեք, վատ երգերին ու երգիչներին որքան էլ ծափահարեն ինչ-որ խնջույքում կամ խրախճանքի ժամանակ, միևնույնն է։ Նույնիսկ նրանք գիտեն այդ երգերի իրական արժեքը։ Ինչ լավ կլիներ, որ այսօր էլ ծնվեին մեր քաղաքի կյանքը պատմող տաք ու բարի երգեր։ Վստահ եմ կստեղծվեն եւ մենք կլինենք դրանց առաջին արձագանքողները։ Այսօր մի երգերքոց էր, որտեղ քաղաքն էր երգում, կհանդիպենք։